Այս փուլում դուք ինչպես եք գնահատում իրադրությունը Իրանի շուրջ եւ սա հավանական սցենար է կարծում եք։ Հենց սկզբից նշեմ, որ ես չեմ ցանկանում, որ ԱՄՆ-ն հեղինակազրկվի։ Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը, եթե ունենա խնդիրներ, դա շատ վատ կլինի Հայաստանի համար, այդ մի ծրագիրը իր անվան հետ է կապված, ինստիտուտների հետ կապված չի, որ շատ հաճախ դա Ամերիկա պետությունն է։ Պետությունը դա կոնգրեսի հաստատումն է, պետությունը դա պայմանագիրն է, արդեն պալատներն են առևտրային եւ այլն, որոնք ներդրում են անում։ Կա մի հատ հռչակագիր, Ռոսատոմի նման։ Հիմա ինչ վերաբերում է խաղաղություն պայմանագիր կստորագրվի նոր դրանից հետո երկաթուղին կլինի Հայաստանին նոր դրանից հետո դա դարերի պատմություն է այս տեմպերով։ Հիմա Տրամփը շատ ես զարմանում եմ, կարծես չմտածված քայլեր կատարեց, այս Եվրոպան ընդհանրապես տեղյակ չէր ինչ է նա անելու։ Նա մի օր ասում է կարիքը չունեմ ՆԱՏՕ-ի, հաջորդ օրը ունեմ, Զելենսկու օգնության կարիքը չունեմ, բայց տեսնում ենք որ ունի։ Հետո ասում են ՆԱՏՕ-ի վատ օրեր են սպասում։ ՆԱՏՕ-ի վատ օրեր են սպասում, ես չեմ պաշտպանել, դուք չեք մի տարի առաջ ասում, որ ՆԱՏՕ չկա։ Առաջինը ինքն է ասել, մենք այն ժամանակ ձեզ հետ ասում ենք պետք չի քանդել այդ միությունը, ասում էր, չէ, Եվրոպան թող գնա ինքը իր հարցը լուծի, ես Լատինական Ամերիկայում եմ։ Կամ հիմա որ դու ասում ես ՆԱՏՕ-ից դուրս կգամ, ձեր բազաներ, դուք օգտվում եք Մեծ Բրիտանիայի բազաներից, Գերմանիայի բազաներից, Իսպանիան էլ տրամադրեց որոշ բազա, այսինքն որ դուրս եք գալիս, ո՞նց եք աշխատելու Մերձավոր Արևելքում։ ՆԱՏՕ-ն ինչ էր ստեղծվել այդ կառույցը, այդ մարդիկ այդքանը մտածել էին, որ դա մի դաշինք է, մենակ Ամերիկան հասկացանք շատ հզոր է, բայց չի կարողանում այս հարցը լուծի եւ ավելի խրվում է, եւ եթե նա զորք ուղարկի շատ վատ կլինի։ Իրան։ Իհարկե, տերորիզմ Լարիջանին ոչնչացրեցին, իրեն լիկվիդացրեցին, բայց նա ասեց, չէ, ասեց նոր սեպտեմբերի 11-ն է ձեզ սպասում։ Նախընտրական տարի է։